Վանաձորի քաղաքապետի կողմից ապրիլի սկզբից մաքրության միամսյակ է հայտարարված։ Սովորաբար ամեն տարի այս նույն ժամանակահատվածում Վանաձորի կանաչապատ տարածքներում սկսվում են մաքրման աշխատանքները։ Մասնավորապես դա վերաբերում է այգիների մաքրությանը։ Ձմռան ընթացքում վերջիններս անխնամ են մնում։ Հայտարարված միամսյակին զուգընթաց Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժինը գրություններ է ուղարկել այգիների վարձակալներին դրանց բարեկարգման աշխատանքները արագացնելու համար։ Մունետիկ լրատվականի տեսախցիկը շրջել է այգիներում, պարզելու համար, թե ներկայումս ինչ աշխատանքներ են տարվում։ Վանաձորի երիտասարդական այգում դեռևս անմխիթար վիճակ արձանագրեցինք։ Լցված աղբարկղեր ասելը մեղմ է։ Աղբարկղերի շրջապատն էլ պակաս ծանրաբեռնված չէր։ Այգում կանգնեցված աղբյուրը ձմռան ցրտից ճաքեր և երկու մասի է կիսվել։ Նստարանների մի մասն էլ ուղղակի ջարդված են։ Աղբակույտ է և անդերության է մատնված, նստարանները ջարդում են, բոլոր տեղերը կեղտոտում են, բայց կարծես թե ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Վերջին հաշվով տերություն պետք է անել, էլի։ Խնդրում ենք մեր քաղաքապետին ուշադրություն դարձնի դիմացի այգում, որովհետև մենք թոշակառուներս հավաքվում ենք եւ կարողանանք մաքուր օդ շնչել։ Մարդիկ թոշակառու մարդիկ են թողնում մաքուր տեղն էլի։ Ես ինչ է։ Թեմայի շուրջ հեռախոսազրույց ունեցանք երիտասարդական այգու վարձակալ Դավառա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վոլոդիա Հակոբյանի հետ։ Նա նշում է, որ այգու բարեկարգման աշխատանքները կսկսվեն մի քանի օրից, իսկ մինչև ամսվա ավարտը այգին կստանա ցանկալի տեսք։ Նա տեղեկացրեց, որ սկսած 97 թվականից վարձակալում է այգին և ամեն տարի գարնանը տեղադրվում են նոր նստարաններ, աղբարկղեր, տարածքը մաքրվում է և մինչև ձմեռ խնամվում։ Հավելում է նաև, որ ամեն ձմռան մեր բնակիչները ջարդում են նստարաններ և գարնանը այգում նոր բան ավելացնելու փոխարեն նախ և առաջ ստիպված են ջարդվածը վերականգնել։ Դիմաց թաղամասում մաքրության խնդիրն անդրադառնում է ոչ միայն երիտասարդական այգուն, այլև հրատապ է նաև բակերի և մայթերի մաքրության հարցը։ Ուսանողական փողոցով երթևեկողների համար ոչ այնքան հաճելի տեսադաշտ է բացվում փողոցի աջ և ձախ մայթերին թափված աղբի շնորհիվ։ Հավաքված աղբակույտերը վկայում են, որ այստեղ ընթանում են մաքրման աշխատանքներ, սակայն անելիքներ դեռևս կան։ Երբեմնի մշակութային կենտրոն կենցաղի տան առջևը պակաս հարուստ չէ աղբով։ Աղբանոցային տրամադրություն է տիրում նաև ուսանողական 5 շենքի փողոցին հարող հատվածում, և սա այն դեպքում, երբ Վանաձորի քաղաքապետը ապրիլի սկզբից մինչև մայիսը միամսյակ հայտարարելով անգամ խրախուսական հայտարարություն է արել շաբաթօրյակներին մասնակից առավել ակտիվ 3 բակերի բարեկարգման հետ կապված։ Ինչևէ, շրջեցինք նաև Վանաձորի Սայաթ-Նովայի անվան այգում։ Այստեղ բարեկարգման աշխատանքները վաղուց արդեն սկսված են։ Մեր նկարահանման պահին էլ մաքրման աշխատանքներ էր տարվում։ Հերմինե Օհանյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։